Բարի երեկո, եթերում Արտֆոկուսն է։ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է մոդեռնիզմի հոսքերը սփյուռքահայ արվեստը երկաթե վարագույրից ազդին վերտառությամբ ցուցահանդեսը։ Ներկայացնելով ավելի քան 40 արվեստագետների 100 աշխատանք, ցուցադրությունը բացահայտում է 20-րդ դարի կեսին ձևավորված բարդ եւ հաճախ անտեսված կապերը խորհրդահայ եւ սփյուռքահայ արվեստների եւ արվեստագետների միջև։ Ցուցահանդեսի համադրող ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանի հետ կզրուցենք այս ցուցահանդեսի եւ անցնող տարում ազգային պատկերասրահում տեղի ունեցած մի շարք կարևոր մշակութային իրադարձությունների մասին։ Բարի երեկո Վիգեն։ Բարի երեկո։ Շնորհակալություն, որ այսօր մեր հյուրն եք։ Սկսենք ցուցադրությունից Հասմիկ Բադալյանի հետ, ով ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի գիտաշխատող է, համատեղ համադրել եք այս ցուցադրությունը եւ ներկայացնում եք 1940-ից 1960-ականների ավարտ այդ շրջանի խորհրդահայ եւ սփյուռքահայ արվեստագետների աշխատանքներ, ըստ էության կարծում եմ եզակի են եղել կամ գուցե անգամ չեն եղել այս շրջանի նվիրված, այսպես ամբողջացնող այդ շրջանը ցուցադրություններ, համենայն դեպս ես դրանք չեմ հիշում, գուցե մինչ այդ եղել են։ Այս շրջանին եւ ընդհանրապես այս թեմային անդրադարձող ցուցահանդեսներ եւ գիտական աշխատություններ նաեւ շատ քիչ են, կարելի է ասել ես էլ եմ դժվարանում իրոք հիշել, թե ինչպիսի աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ։ Մի փոքր ճշտում եմ ուզում անեմ, ցուցահանդեսում ներկայացված են միայն սփյուռքահայ արվեստագետների աշխատանքներ, բայց այն խոսքը գնում է այն արվեստագետների եւ այն գործերի մասին, որոնք անմիջական առնչություն են ունեցել խորհրդահայ մշակութային համատեքստի հետ, այսինքն առաջին հերթին դրանք հայրենադարձ արվեստագետներն էին, որոնք ըստ էության խորհրդային միությունում հայտնվել են եւ ստեղծագործել են։ 46-47 թվականին նրանք տեղափոխվեցին, չեմ ուզում ասեմ վերադարձան, որովհետեւ իրականում նրանք ուղղակի եկան հայրենիք շատերը, այո, հայրենադարձվեցին եւ այդպիսով սկսվեց շատերի համար դժվար եւ ճակատագրական նույնիսկ ճանապարհ, պայքար խորհրդային մշակույթի, խորհրդային կարգերի հետ, որոշները տոկուն գտնվեցին այնքան մինչև հնարավոր եղավ արդեն 50-ականների կեսերից հետո կրկին ազատ ձևով ստեղծագործել, բայց թե ինչպիսի ազդեցություն ունեն այս արվեստագետները եւ նրանց ներկայությունը, այդ խորհրդահայ արվեստի ամբողջատիրական, այսպես ասած, համակարգի համատեքստում ինչ օրս չէ շոշափվել այդ հարցը եւ մենք ուզեցինք սկսել հենց այս կետից եւ փորձել հասկանալ թե այդ Սփյուռք Հայաստան մշակութային կապերը ինչքանով էին զարգացած եւ որքանով ինչպիսի ազդեցություն դրանք կարող էին ունենալ հենց խորհրդահայ արվեստի ձևավորման վրա, քանի որ ըստ երևույթին խոսքը գնում է այն արվեստագետների մասին, որոնք ներկայացնում էին համաշխարհային արվեստի եւ մասնավորապես մոդեռնիստական արվեստի գրեթե բոլոր ուղղությունները, շարժումները, ձևաչափերը, ոճերը եւ այլն։ Ովքեր էին, ինչ ոճեր էին ներկայացնում եւ ինչ հոսանքներ բերեցին Հայաստան։ Գիտեք, շատ տարբեր, քանի որ խոսքը գնում է շուրջ 2 տասնամյակի մասին կամ 3, եթե վերցնենք 3 տասնամյակի մասին, դա մոդեռնիստական արվեստի ամենաբուրն զարգացման շրջանն էր, ինչ որ առումով համաշխարհային կտրվածքով, որտեղ 20-րդ դարի սկզբի ավանգարդային հոսանքները խմորվել են եւ արդեն այնքան բազմազան եւ բազմապիսի ձևակերպումներ են ստացել տարբեր մշակութային համատեքստերում, որ իրոք երբ որ նայում ես միայն այս մի փոքր կտրվածքին, որ ներկայացնում են այս արվեստագետները, տեսնում ես հսկայական բազմություն հայացքների, ոճերի, մտածողությունների եւ հենց սա է կարեւոր, որովհետեւ երբ որ խոսքը գնում է մոդեռնիզմ հասկացողության մասին, շատ հաճախ ինչ որ գիտեք սահմանափակ պատկերացումներ ունենք, թե դա ինչ է իրանից ներկայացնում, հա, արվեստի պատմության համատեքստում, ասենք, գիտենք վերացականություն, Կանդինսկի, Մալևիչ, Պիկասո, Մատիսս եւ այլն,
բայց իրականում դրանք չափազանց շատ են եւ տարաբնույթ եւ ինչն է հետաքրքիր մեր արվեստագետների, հատկապես Սփյուռքում գործող արվեստագետների պահով մենք տեսնում ենք, որ դրանք առաջին հերթին արվեստագետներն են, որոնք չեն ընկնում ինչ որ շատ կոնկրետ ուղղությունների հետևից, չեն փորձում դառնալ այսպես ընդհանուր հոսանքների մաս, այլ աշխատում են նախ եւ առաջ արտահայտել եւ ձևակերպել, կառուցել սեփական անհատական աշխարհայացքը, որը շատ դեպքերում հիմնված էր հենց իրենց մշակութային փորձառության վրա, այսինքն երբ որ հարց է առաջանում թե այսպես արվեստաբանական տեսանկյունից, հա, թե ինչով են այս արվեստագետները կապված հայ արվեստ հասկացողության հետ, քանի որ շատերը մեծամասնությունը իրենց ամբողջ կյանքը ստեղծագործել են արտերկրում, հա, հենց կարևոր հանգամանքներից մեկը հենց այդ է, որ տեսնում ես, որ օրինակ եթե վերցնենք զուտ երկու անուն, Արմիսը, Ժերարդ Օրաքյանը, բայց շատ ուրիշները, նույն Գառնիկ Զուլումյանը կամ Ժան Ժանսեմը, որի մասին մենք արդեն խոսել ենք ձեր եթերում, նրանց արվեստը ինչ որ առումով ես կպնդեի, որ կառուցված է իրենց անհատական մշակութային փորձառության վրա, որի հիմքում իհարկե հաճախ ցավոք սրտի ցեղասպանությունն է, տարհանումն է, այդ կորուստի զգացողությունը եւ ընտանիքի կորուստը անձնականայության ընտանիքի եւ անընդհատ այդ պատկանելիություն փնտրելու, հա, այդ փնտրտուքը շատերի մոտ կա, կարմիր թելով անցնում է եւ սա մի հանգամանք է, որը նախ եւ առաջ պատմականորեն դրթել է այս արվեստագետներին փնտրել այդ կապը խորհրդահայ մշակութային իրականության հետ, որովհետեւ այդ դրա միջոցով նրանք տեսել են հնարավորություն ինչ որ առումով վերգտնելու այն ինչ կորցրել էին, հա, այդ բացը, որ վերքը եւ այլն, որ շատերի մոտ հոգեբանորեն կար եւ ստեղծագործական առումով անընդհատ արտահայտվում էր, որոշակի առումով խորհրդային Հայաստանը նույնիսկ իր իդեալականացված պատկերացումներով, հա, որովհետեւ պարզ է, որ շատերի մոտ դա ինչ որ կոնկրետ իրականության հետ ոչ մի առնչություն չուներ իրենց պատկերացումները, թե խորհրդային Հայաստանը իրենից ինչ էր ներկայացնում, նրանք իդեալականացնում էին, այս պատճառով այդքան տաղանդավոր արվեստագետներ Երվանդ Քոչարից սկսած մինչև Հարություն եւ Արմինե Կանեցյանները վերադարձան 46 թվականին, Քոչարը ավելի շուտ իհարկե վերադարձավ 36 թվականին, բայց այսօր զարմանում ես, թե ոնց կարող են այդ բավականին լուրջ հաջողություն ունեցող արվեստագետները ամեն ինչ թողեն ու հետ գային մի երկիր, որի մասին իրականում նրանք ոչինչ չգիտեին։ Այո, բայց գիտեի, որ երազանքի երկիր է։ Բայց հա, ունեն ինչ որ հա տարված են այդ ռոմանտիկ հափշտակությամբ, գաղափարներով եւ նրանց ներկայությունը Հայաստանում իհարկե ինչ որ առումով ողբերգական էր, օրինակ Հարություն Կանենցը եւ Արմինե Կանենցը գրեթե դադարեցին ստեղծագործել, ընդհուպ մինչեւ կարելի ասել Ստալինի մահը, դա մոտ 8 տարի էր, որոշ արվեստագետներ, ինչպես օրինակ Պետրոս Կոնտրաջյանը, նրանք նա շատ մեծ զրկանքների միջով անցնելով, ինչ որ ձևով փորձելով հարմարվել, կոմպրոմիսի գնալ, շարունակեց ստեղծագործել եւ շատ կարեւոր աշխատանքներ արեց, բայց նա իր մահկանացուն կնքեց ինքնասպանությամբ, որովհետեւ արդեն հասել էր այն պահի, որ չէր կարողանում տանել այդ իրականությունը, այսինքն բուն Հայաստանի, խորհրդային Հայաստանի իրականությունը դրթեց այդ մարդուն նման քայլի, ուրիշների մասին ընդհանրապես մոռացել ենք
այսինքն նրանց անունները ընդհանրապես չեն էլ հիշվում։ Ում կշեշտադրեք, ում գործերին արժի ավելի մեծ ուշադրություն դարձնել, հա, այն հեղինակներին, ում գուցե բավարար չգիտենք այս ցուցադրության շրջանակում։ Դե օրինակ Տիրան Սուջյանը շատ չափազանց հետաքրքիր ֆրանսիահայ արվեստագետ, որի աշխատանքներից Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է ընդամենը 1 հատ, եւ այս մեկ աշխատանքը գնվել է 47 թվականին այդ հայրենադարձ արվեստագետների առաջի այդ կազմակերպած ցուցահանդեսից, եւ երբ որ ես այդ գործը տեսա մեր պատկերասրահի պահոցներում, նախ արվեստագետի անունն էր ինձ բացարձակ անծանոթ, բայց նույնիսկ այդ մի փոքր գործից երևում էր, որ չափազանց տաղանդավոր հասուն արվեստագետի հետ գործ ունենք, եւ որոշեցինք դա միանշանակ այդ աշխատանքը ընդգրկել, հետո փորձեցինք ավելի շատ տեղեկություններ հայտարարել, թե ինչ եղավ այս մարդու հետ, ուր են իր գործերը, ընդհանրապես հետք չկար, եւ ցուցահանդեսի բացման օրը բարեբախտաբար այցելուներից մեկը, ոճաբան Արմեն Երիցյանը, տեսնելով այդ գործը, ուղղակի բացականչեց եւ ասաց. «Տիրանի որտեղից եք բացահայտել», ու պարզվեց, որ ինչ որ Արմենի ընկերների մտերիմներից մեկը ժամանակին հաջողացրել է փրկել այս արվեստագետի ժառանգության ու արխիվի ինչ որ մի փոքր մասը, ու ահա որ տխուր պատմություն պատմեց ուղղակի, թե ինչ եղավ այդ արվեստագետի հետ, եւ ես ընդամենը մի քանի օր առաջ բախտ ունեցա այդ գործերը տեսնել, ուղղակի շշմելու մակարդակի եւ եզակի աշխարհընկալման արվեստագետի մասին է խոսքը գնում, եւ հուսով եմ, որ 2027 թվականին մեզ կհաջողվի նրա անհատական ցուցահանդեսը կազմակերպել։ Սա ընդամենը մեկ պատմությունն է այս ամենի միջից, բայց Եվ պատմում եք, մտածում եմ, գուցե մենք քիչ ենք անդրադարձել նաև այս ժամանակաշրջանին, հա, թե արվեստաբանական շրջանակները, թե առհասարակ անգամ ցուցասրահները, գուցե նաև այս տրագիկ պատմությունների, այս առհասարակ տրագիզմի պատճառով, որտեղ ըստ էության դրանք ամոթալի էջեր են մեր դրանք շատ երկրի համար։ Ամոթալի եւ խնդրահարույց, միգուցե դրա պատճառով ինչ որ շատ հետևողական անդրադարձ չի եղել, թե այս արվեստագետներին, թե շատ ուրիշներին, հիմա սա միայն մի խումբ է, մի դեպք է, մի ճյուղ է, բայց նույն Խորհրդային Հայաստանում աշխատող կամ ստեղծված եւ ապրած բազմաթիվ արժանի արվեստագետներ կան, որոնք մատնվել են մոռացության, ոչ թե որովհետեւ եղել են անտաղանդ կամ քիչ հետաքրքիր, այլ տարբեր սոցիալ, մշակութային եւ քաղաքական պայմանների պատճառով։ Եվ այս ցուցահանդեսը նաեւ հենց առիթ է մտածելու դրա մասին, թե օրինակ երբ որ մենք ասում ենք հայկական արվեստ կամ հայ արդի արվեստ, ինչ ենք պատկերացնում դրա տակ եւ արդյոք այդ պատկերացումները շատ սահմանափակ մասնակի ու իրականում խնդրահարույց չեն։ Խնդրահարույց այն տեսանկյունից, որ պետք է հարցադրել, թե ով է բացակայում այդ պատումներից, հա, ու մենք բաց թողել։ Եվ առաջին հերթին իհարկե խոսքը մասնագետների մասին է, կամ մասնագիտական նեղ ավելի տիրույթի, ոչ թե լայն հանրությունը ցավոք սրտի, ես կուզեի, որ շատ ավելի տեղեկացված լիներ իհարկե եւ ճանաչեր այս ստեղծագործողներին եւ այն հսկայական ժառանգությունը, որ իրենք թողել են, բայց իրոք մեր արվեստի եւ մշակույթի պատմությունը ընդհանրապես շատ մասնակի հատվածային կողմնակալ ձևով է գրված եւ պատկերասրահի նպատակներից մեկը մեր ցուցահանդեսային օրակարգերից մեկը նաեւ այդ պատմությունները անընդհատ վերհանելն է, բացահայտել եւ հանրությանը ներկայացնել դրա տարբեր կողմերը, որպեսզի այդ համայնապատկերը հայ արվեստի հնարավորինս լիարժեք եւ լայնածավալ դառնա, որովհետեւ այս արվեստագետների ներառմամբ ինչ ենք ստանում ենք շատ ավելի մեծ համայնապատկեր, շատ ավելի հարուստ, շատ ավելի շերտավորված, շատ ավելի խորը,
եւ այդ աշխատանքը պետք է շարունակական լինի։ Բացի Տիրան Սուջյանից ինչ այլ գործեր եք հայտնաբերել հաշվի առնելով, որ պահոցներում ակտիվ աշխատանք եք տանում եւ գուցե եղել են աշխատանքներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում անգամ, եւ կարող են հետո դառնալ անգամ մշտական ցուցադրության մաս։ Կարող եմ ասել, որ ցուցադրված աշխատանքների 98%-ը ամբողջապես պահոցներից է եւ դրանց զգալի տոկոսը, չեմ ուզում հստակ ասել քանի տոկոսը, բայց զգալի մեծամասնությունը, գերակշռող մեծամասնությունը երբևիցե չի ցուցադրվել ընդհանրապես։ Եղել են, տեսեք, ինչպես են այդ աշխատանքները հայտնվել պատկերացրամ շատ տարբեր ուղիներով եւ ցուցահանդեսի կառուցվածքը նաեւ խոսում է հենց այդ ձևավորման գործընթացի մասին, որովհետեւ օրինակ հայրենադարձ արվեստագետների պարագայում մենք փորձում ենք ներկայացնել հենց այդ ժամանակաշրջանի նրանց արվեստը, այսինքն 40-ականների վերջի արվեստը, եւ այդ աշխատանքներ են, որոնք հատուկ են ձևով, բավական պատահական ձևով գնվել են, նույն այդ արվեստագետներից հենց այդ առաջի տարիներին եւ հետագայում արդեն 60-ականներին, պատկերասրահի կողմից։ Իսկ կամ նվիրաբերվել են, կան նաեւ նվիրատվություններ, երկրորդ սրահում մենք որոշեցինք ներկայացնել այն սփյուռքահայ արվեստագետների աշխատանքները, որոնց ժառանգությունը ամբողջապես այնց միասնական ձևով նվիրաբերվել է Հայաստանի կառավարությանը, խորհրդային Հայաստանի կառավարությանը 50-ականներին եւ 60-ականներին սփյուռքահայ կազմակերպությունների միջոցով։ Օրինակ դրանց թվում են Հովհաննես Ալխազյանը, Գյորգի Յակուլովը, Արմիսը, Աշոտ Զորյանը եւ իհարկե Հակոբ Գյուրջյանը մոռացա ասել, դա շատ կարեւոր նվիրատվություն էր, երբ որ Հակոբ Գյուրջյանի հսկայական ամբողջական ժառանգությունը հայտնվում է Հայաստանում եւ դա արվում է 50-ականների վերջին, Ստալինի մահից ընդամենը մի քանի տարի անց, դա արդեն ձնհալի շրջան էր, արդեն բացվում էին այդ վարագույրները երկաթե վարագույրը ճեղքեր տալի եւ հնարավորություն կար շատ ավելի ակտիվ ցանցային կապեր ստեղծելու հենց սփյուռքահայ կազմակերպությունների հետ եւ այստեղ մենք ուզում ենք ցույց տանք ոչ միայն տվյալ արվեստագետների աշխատանքները, այլ այն լուրջ ներդրումը, որ ունեցել են հենց Սփյուռքի մշակութային կազմակերպությունները, խմբերը Հայաստանի մշակութային կյանքում, այսինքն այստեղ ջանքը կիրառվում էր ոչ թե այսպես ազդակը գալիս էր ոչ այնքան Հայաստանից, որքան Սփյուռքից, հենց այդ սփյուռքահայ կազմակերպություններն էին մտահոգված աջառանգությամբ եւ որտեղ այն պետք է հանգրվանի եւ մտահոգված են նաեւ որ այդ արվեստագետների ստեղծագործությունը դառնա հայկական արվեստի պատմության մաս, հա։ Դրա համար օրինակ այդ իսկ պատճառով Հայաստանում այսօր ունենք Գյորգի Յակուլովի նման համաշխարհային մեծագույն արվեստագետի ժառանգության կարևորագույն մասը, որովհետև Ֆրանսիահայ մի խումբ արվեստագետներ մտահոգված էին դրանով եւ նրանց հաջողվեց այդ հավաքել եւ վարկել Հայաստան։ Իսկ երբ որ այդ ժառանգությունը հայտնվեց Հայաստանում եւ ազգային պատկերասրահում կազմակերպվեց Յակուլովի առաջին հետահայացը, տեղացի արվեստագետների սերունդը, հատկապես նոր սերունդը, տեսնում է բացառիկ մի ավանգարդիստ արվեստագետի, որը իրենց հայրենակիցն է, այսինքն նրա ազդեցությունը այդ ուշ մոդեռնիզմի արդեն զարգացման շրջանում հսկայական էր։ Նույնը կարելի է ասել օրինակ Ժիրայր Օրաքյանի արվեստի մասին, որը էլի 60-ականների սկզբում հայտնվում է Հայաստանում եւ տենց կարելի է ցնցում է առաջացնում տեղային արվեստի դաշտում եւ կարելի է ուղղակիորեն հետեւել թե ինչպիսի շատ հստակ արձագանքներ էին ստանում այդ ցուցահանդեսները, որոնք 60-ականների սկզբին դառան շատ հաճախակի 60-ականներին
Հայաստանում ցուցադրվում են Սփյուռքում ապրող եւ գործող գրեթե բոլոր հայտնի արվեստագետները այս կամ այն կերպ եւ շատերը ունենում են ինչպես օրինակ Գարզուն ունեցավ անհատական ցուցահանդես, որը հսկայական հաջողություն բերեց արվեստագետ եւ ճանաչում բերեց նրան Հայաստանում եւ երրորդ սրահում արդեն տեսնում ենք հենց այդ ակտիվությունը, հա, թե ինչպես էր այդ ցուցահանդեսային քաղաքականությունը դառնում արդեն մշակութային կյանքի մաս, ոչ թե ինչ-որ բացառություն, այլ ակնկալելի մի ռիթմ մշակութային։ Անդրադառնանք մի կարևոր երևույթի, Աբբաս Քիարոստամի ցուցադրությունը բացվեց պատկերասրահում լուսանկարների, հա, որոնք արվել են, երբ ինքը փնտրում էր նկարահանման վայր, գլխավորապես բնապատկերներ, եւ այս ցուցադրությամբ նաեւ նշանավորվեց պատկերասրահում լուսանկարչության մշտական ցուցասրահի գոյությունը, հա, որտեղ բարբերաբար նոր լուսանկարչական ցուցադրություններ եք ներկայացնել, ես գիտեմ, որ դա ձեր վաղեմի երազանքն է եղել եւ երկար տարիներ աշխատել եք այս ուղղությամբ եւ այսօր այն իրականություն է։ Խնդրում եմ պատմեք թե կոնցեպտի մասին ցուցասրահի եւ նաեւ ինչ նախագծեր եք պատրաստվում իրականացնել։ Սիրով Հայաստանի ազգային պատկերասրահում 2021 թվականին պաշտոնապես հիմնվեց լուսանկարչության բաժինը, այսինքն այդ որոշումով երևույթին լուսանկարչությունը պաշտոնապես Հայաստանում համարվում էր գեղարվեստական միջոց, հա, որտեղ մինչ այդ որևիցե հաստատություն Հայաստանում, որը զբաղվում է արվեստի հավաքագրմամբ, ներկայացմամբ եւ այլն, նմանատիպ ոչ հավաքածու ուներ, ոչ էլ դիրքորոշում։ Սա շատ կարևոր էր հենց հայկական արվեստի պատմությունը վերանայելու տեսանկյունից, որովհետեւ լուսանկարչությունը որպես միջոց, որպես արտահայտման ձև, ուղղություն ընդհանրապես բացակայում էր, այսինքն չկա ոչ լուսանկարչության պատմություն, ոչ դրա կապը գեղարվեստի կամ կերպարվեստի միջոցների հետ։ Արխիվները գլխավորապես կորսված են։ Հա, շատ կամ չուսումնասիրված եւ այս բաժնի հիմնադրմամբ նաեւ սկսեցինք ձևավորել պատկերասրահի հավաքածուն, որը ոչ թե ինչ որ արխիվ էր լինելու, այսինքն ոնց է մեր մոտ լուսանկարչությունը ընդհանրապես ընկալվում որպես արխիվային նյութ, հա, ինչ-որ փաստագրական նյութ, որը պետք է արխիվացվի։ Այլ հավաքվում է լուսանկարչությունը առաջին հերթին որպես արվեստի գործ, հա, կամ վիզուալ մշակույթի առարկա, եւ մենք սկսեցինք հենց պատկերասրահի իսկ արխիվներից, որոնք հիմնականում կազմված են արվեստագետների անհատական արխիվներից, եւ այդտեղ կային բազմաթիվ հարյուրավոր շատ հետաքրքիր նյութեր, նաև հայտնաբերեցինք, որ բազմաթիվ արվեստագետներ, գեղանկարիչներ զբաղվել են լուսանկարչությամբ եւ կային նրանց լուսանկարչական աշխատանքները, որոնք մինչ այդ առանձնապես ուշադրության չեն արժանացել եւ այս հավաքածուն արդեն երրորդ տարին է, որ մենք ուսումնասիրում ենք, հետազոտում ենք, վերականգնում ենք, դասակարգում ենք, որպեսզի դրա հիման վրա արդեն սկսենք կազմակերպել ցուցահանդեսներ եւ այս տարի պատկերասրահի ընդհանուր վերանորոգումից հետո բացվեց լուսանկարչության մշտական սրահը։ Իհարկե լուսանկարչությունը մշտապես հնարավոր չի ցուցադրել, քանի որ ցավոք սրտի լուսանկար շատ զգայուն է լույսի հանդեպ։ Եվ 3-4 ամսից ավել չես կարող այն ցուցադրել։ Բայց կարելի է փոփոխել։ Այո, իհարկե միանշանակ եւ մենք սրահը մշտական է, այսինքն այդտեղ մշտապես ցուցադրվելու լուսանկարչություն, բայց ցուցահանդեսները կրելու են փոփոխական բնույթ։ Նախատեսվում է տարին 3-ից 4 ցուցահանդես կազմակերպել։
Այս տարի Ոսկե ծիրանի հետ միասին իրականացրեցինք Աբբաս Քիարոստամու ցուցահանդեսը, որը հնարավորություն ունենք ավելի երկար ցուցադրելու, եւ հաջորդ ցուցահանդեսը արդեն հիմնված է լինելու հենց պատկերասրահի հավաքածուի վրա, այն կոչվում է Արվեստագետը որպես պատկեր, ու այդտեղ ներկայացվելու են տարբեր արվեստագետների լուսանկարչական դիմանկարները, սկսած 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը։ Տարին ամփոփում ենք, այս տարին պատկերասրահի համար իրապես բեղուներ, բազմաթիվ ցուցադրություններ եղան, կարծում եմ կարևոր է նաև նշել, որ հայ իմպրեսիոնիստների գործերը ներկայացվեցին Ֆրանսիայում, իրապես բացառիկ ցուցահանդես էր եւ նաև դրա շրջանակում միջազգային գիտաժողով եւ այլն։ Խնդրում եմ դուք ամփոփեք պատկերասրահի տարին եւ նաև գալիք տարի ինչ ծրագրեր ունեք, որոնք էին ամենակարևոր նշանակալի իրադարձությունները։ Ծանր տարի էր, անկեղծ ասեմ, ծանր տարի էր ամբողջ թիմի համար, պատկերասրահի համար, որովհետեւ մի քանի պատճառներով, նախ եւ առաջ այսինքն այս տարի մենք լիովին վերաբացեցինք պատկերասրահը, պատկերասրահի մշտական էքսպոզիցիան, դա հսկայական աշխատանք էր, որը արվեց 4 տարվա ընթացքում կարելի ասել։ Գիտեք, 4 տարվա ընթացքում դա տարածքի շենքի վերականգնում էր, բայց բուն էքսպոզիցիան, այսինքն մի բան է վերանորոգել տարածքը, այսինքն պատերը անցկացնել օդափոխանակման նոր համակարգ, լրիվ ուրիշ բան է կառուցել նոր էքսպոզիցիա, մշտական էքսպոզիցիա, հա։ Եվ այդ աշխատանքը արվեց շատ կարճ, դրա շուրջ ծավալվեցին բազմաթիվ խոսակցություններ եւ քննարկումներ, ինչի համար ես միանշանակ ուրախ եմ, որովհետեւ միայն այն փաստը, որ էքսպոզիցիան դառնում է այդ քննարկման առարկա, նշանակում է, որ պրոցես կա։ Կա պրոցես, կա դիսկուրս մեր արվեստի պատմության շուրջ, մեր մշակութային ժառանգության շուրջ, եւ դա միայն առողջ երևույթ է, հա։ Եվ ես համարում եմ դա կարևորագույն ձեռքբերումներից մեկը, որ վերջապես, այսինքն առիթ ստեղծեց, որ մարդիկ խոսան այս ժառանգության եւ պատմության մասին եւ հարցեր բարձրացնեն, հա։ Դա իհարկե կլանեց մեր ջանքերը, ռեսուրսները, կարելի ասել տարվա առաջի կեսին, բայց մենք շարունակում ենք աշխատել տարբեր ուղղություններով, անձամբ իմ համար շատ կարևոր էր հեռապատումներ ծրագրի մեկնարկը հենց 2025-ի սկզբին, որը նվիրված է ժամանակակից նորամուտ, բայց արդեն հաստատված արվեստագետների նոր աշխատանքների, կարևոր աշխատանքների ներկայացմանը, եւ դրանք առաջին անգամ այս ծրագիրը պետք է դառնա այդ գործերի ներկայացման հարթակ, ինչը կարևոր քայլ էր պատկերասրահը բացելու ժամանակակից արվեստի հանդեպ, հա, տալու հնարավորություն նաև մեր երիտասարդ ստեղծագործողներին կայանալու, որովհետև այսօր եթե դու չունես ինստիտուցիոնալ աջակցություն, շատ դժվար է կայանալ մասնագիտական այդ տիրույթում, եւ նոյեմբերին մենք բացեցինք ծրագրի երկրորդ ցուցահանդեսը Դավիթ Քոչունցի պատմության նկարներ ցուցադրությունը եւ տարվա երկրորդ կեսը իրականում շատ ավելի հագեցած էր, բազմաթիվ մեծ եւ փոքր նախագծերով, այսինքն օրինակ իրականացրեցինք Ժանսեմի, Հովհաննես Ալխազյանի առաջին հետահայաց ցուցահանդեսները, որ մտածում ես, որ ասում ես նման խոշորագույն արվեստագետներ առաջին անգամ ընդհանրապես Հայաստանում կազմակերպում են իրենց անհատական հետահայաց ցուցադրությունները, դա մի քիչ absurd է թվում, բայց դա իրողություն է։ Դա ուղղակի ցույց է տալի, թե եթե այս արվեստագետներն են, այդ կալիբրի արվեստագետներն են առաջին անգամ ռետրոսպեկտիվ ունենում Հայաստանում, ինչքան աշխատանք դեռ ունենք անելու։ Եվ իհարկե ձեռքբերումներից նաև պետք է նշեմ այն բազմաթիվ կապերը, որոնք հաստատվել են միջազգային
տարբեր հաստատությունների եւ պոտենցիալ գործընկերների հետ, այսինքն 2025-ը իրոք բացառիկ էր առումով, ասեմ, որ շատ մոտ ապագայում շատ լուրջ միջազգային ծրագրեր ունենք Հայաստանում իրականացնելու, բայց նաեւ ծրագրեր, որոնք իրականացվում են արտերկրում, հենց որոնք առնչվում են հենց պատկերասրահի հավաքածուին եւ հայ պատմական եւ նաեւ ժամանակակից արվեստին, այսինքն պատկերասրահը շարունակում է առաջ տանել իր այդ առաքելությունը հայկական արվեստը միջազգայնացնելու, սա շատ կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք էլ ենք հասկանում, որ բավարար չի, որ հայ արվեստը զուտ ճանաչելի դարձնենք մեր բնակչությանը, դրա այն պետք է մտնի լայն շրջանառություն, այն պետք է մտնի համաշխարհային արվեստի համատեքստ եւ որպեսզի իրական հասկանանք որտեղ է այդ թե պատմականորեն, թե ներկա առումով որտեղ է հայ արվեստի տեղը եւ ինչպիսին ենք մենք, ինչ ունենք ասելու աշխարհի մասին ընդհանրապես եւ չենք մենք ինչ ենք ներկայացնում, հա, որպես մշակույթ, որպես հասարակություն եւ արվեստը այդ առումով ամենախոսուն փաստարկն է մնում ինչ օրս։ Այնպես որ 2026-ը կարող եմ խոստանալ, որ իրոք շատ բուրդն է լինելու եւ մի քանի ցուցահանդես, որոնց մասին չեմ խոսա, մի քանի նախագիծ կան, որոնք իրոք միջազգային առումով բացառիկ են լինելու, որովհետեւ զուտ հայկական կոնտեքստից շատ ավելի մեծ ազդեցությունների եւ հարաբերություններին են առնչվում։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ այսօր Art-Focus-ում զրուցում էինք Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։